Խանք, սեմ տեսնի սեմիկ վայր երեխեքը հեչ լացելով դասկեն են։ Դու սովորել ես վայր երեխեքի։ Յա։ Բարև, այս քանի օրս գծե բռնել ենք, որ արդեն վաղն է գիր գրականությունից խոսալու։ Ինչի այս թեման կխոսանք բարբառով, լավ կենենք։ Լավ, իսկ եթե լուրջ, սաղ տնավարի խոսակցություններն էլ ճիշտը բարբառով ներկայացնելն է։ Ըմպես որ բաժակում կոֆե վերցրեք եկեք։ Դպրոցը դպրոց չէ, մեր վաղ ուրիշ էր, այսպես արտահայտությունները հիմի շատ տարածված են։ Զարգացող տեխնոլոգիաների հետ զարգանան նաև շատ ու շատ վտանգներ։ Հեռախոսային խաղերից մինչև թմրանյութեր։ Այս տարում պետք է ամեն ինչից զգուշ եղնենք, ժողովուրդ ջան, որ դպրոցն էլ դպրոց եղնի։ Ոչ պակաս կարևոր է նաև ներքին անվտանգությունը։ Օրինակ երեխեք ջան, ձեր վարքով պայմանավորված հեչ պարտադիր չէ, որ ավարիայի ճակատամարտը լավ յուրացնելու համար պետք պրակտիկորեն կիրառեք դպրոցում, դպրոցի միջանցքներում ու մերօրյա եղիշեների օբյեկտիվի նյութի պատճառ դառնաք։ Բուր մնաց այն որ ուսուցիչները բարձրագույն արժեք են։ Այս դեպքում ոչ թե երեխեքին, այլ ծնողներին կհարցնեմ։ Այս վերջերս համել պարզվի որ մեր ազգի ծույլիկները շատացել են։ Այն վաղտվանից դասերը չեն էլի։ 4 նախադասություն է, մեջը 17 հատ ուղղագրական սխալ կա։ Դե լավ։ Չմտածեք չափազանցնում եմ։ Որ դպրոց եղնի, մեր բառերով սած վերևները պիտի գիտենան ովքեր երեխեքին տասկ ուտան, երեխեքն էլ պիտի գիտենան, որ դպրոցը իրանց մարդ սարքելու գործարանն է։ Ըմպես որ սորվեք մարդ տառեք, որ վերջին զանգից էր սրդե թեստ տեքստերը մեկ չեմ բռնեն էլի իրականության հետ։ Վերջին զանգսեցի հիշեցի։ Հանրապետությունում արդեն հնչել է դպրոցական վերջին զանգը։ Հարսնիկի պես բանամ էլի։ Հմիքսեկելի թարախ խոսակա, բայց պիտի ասեմ, երկրորդ կիսամյակից սկսած հանրապետության ոչ առևտրային կազմակերպություններում սկսվի կազմակերպել սցենար գրելը, երգ ձայնագրվելը, բարի փորձենելը, DJ գտնելը, վիդեո, ֆոտո, մոնտաժ կամ այդ իրեկն իրար հետ ենողի պեղելը, բեմական շորերը կարելու համար լավ ու այդ ընթացքում ամենակարևորը ազատ դերձակ ճարելը, դասատուներին ծաղիկ առնելը, թասխեկին առանձին նվեր ենելը, ռեստորանի տաշի տմբլը կազմակերպելը ու մնացած մանր մունր գործերը ենելը մինչև բանկրոտը չբաժանի ձեզ։ Նկատի ունիմ ձեզի ու ձեր վասվասայությանը։ Այ մարդ համբերեք, մենք ոչ ենք եկել ձեր փողերը հաշվենք, փաստը կարձանագրենք, իսկ այդ փաստը մեր հետ ապրիկը բոլոր ժամանակներում։ Ուղղակի քիչ էվոլյուցիա է ապրել, էլի, կաբիկից մարդ է դառը, բայց լավ, հանակը մեկում։ Խան ջան, օրինակ ձեր վախտով, ձեր վերջին զանգը VHS-ով չեք նկարել։ Տեսնիսկ իսկ մինքվա թրենդի սահմանները դրոնի սահմաններից դուրս են դուրս։ Երեխեք ջան, իհարկե շատ կարևոր է վերջին զանգի օրը անմոռանալի դարձնելը։ Վերջը դիքցեր օրն է ու դուք պետք է փայլեք ու վայելեք, բայց ինչ աղմեր մեծերը կսեն, ամեն մարդ պետք է իր վերմակի չափով ոտը երկրցնե։ Դիգել հոնոր տարվա սեղան չէ։ Կուզեմ ասեմ, որ դպրոցական օրերը ամենաանհոգ օրերն են, բայց որ սիրուն ապրեք դպրոցական կյանք ու երբեք մի մոռացեք, որ հենց մեր դասատուներն են, որոնց ձեռի տակով կանցնին ապագայի մասնագետները, հայրենասեր ու ուժեղ կամքով մարդիկ։ Հա, այս երկն է դրել ենք, որ լավ հուզվիք։ Դե լավ, շատ մի լացեք։ 20 ամսի 28-ին հրաբարակ շրջանավարտների համար համերգ կա։ Գնացեք լավում ուրխծեք։ Դե իսկ 23-րդ դպրոցի միջանցքներով ու դասարաններով ձեր համար թափառեցին Աստղիկ Խաչատրյանն ու Խան Հովհաննիսյանը։ Всё։